Արցան ոչ չկա, ուղղակի այստեղ մնացել մի փոքր բարեկարգ ենք։ Շենքը լիովին կառուցված է, ուրիշ բան չկա այնելու։ Արեգնատեմցի ֆերմեր Հայկ Նիկոլյանը գյուղի տներից հեռու այս տարածքում 2020 թվականին է սկսել սպանդանոց կառուցել։ Սեփական միջոցներով ու վարկով կառուցումն ավարտին է հասցրել անցած տարի։ Ամասիայի տարածաշրջանի միակ սպանդանոցն է լինելու։ Ամեն ինչ կա գործարկման համար։ Բոլոր չափորոշիչներին համապատասխան հարմարությունները կան շենքի դրսում ու ներսում։ Նախամորտի սրան է, որտեղ պիտի ջերմաչափվի եւ կշռվի։ Ոստեղից պիտի անցնի արդեն անասունը մնին ես այն կարմիր դարբասներից։ Ամեն ինչ կա բացի շահագործման թույլտվությունից։ Փաստաթղթավորման փուլերի միջով է անցնում, որը մեղմ ասած ամենաբարդն է։ Սպանդանոցի գործարկման թույլտվության համար ամեն անգամ նոր փոփոխություններ են առաջարկում։ Պատճառը սեփականատիրոջ ասելով լիցենզավորման գործընթացում անընդհատ փոփոխություններն են։ Լրիվ պատրաստ է, ամեն ինչով պատրաստ է։ Խնդրեմ, էսի լաբորատորիան է, իր ամեն ինչով, գույքով, հանդերձարաններ են, բաղնիկ, զուգարան, գրասենյակ, հանգստի սենյակ, ղեկավարություն կփոխվի։ Այն նախքին ղեկավարն եկել է շատ լավ է Հայկ ջան, հաջորդն եկել է էսի սխալ է, դի կես մետր են կոմյանիր։ Այն մյուսը գուկակսես լվացարան չի այնտեղ, ստեղ պիտի եղնի։ Ամենը կարևորն որ լվացարան կա, կարևորն որ մարդիկ կլվացվին, ամեն ինչ պատրաստ է, ես չգիտեմ։ Պես բաներ կան, էլի խանգարող, ժամանակի վրա ազդող։ Վերջին փոփոխություններն արել է, բայց կասկածում է, որ վերջնական է։ Մի փաստաթուղթ ձեռք բերելու համար ամիսներով սպասում է։ Նյարդերն ու համբերությունը դեռ հերիքում են սպանդանոցի շահագործումը նպատակին հասցնելու համար։ Օրական 30 գլուխ խոշոր եղջերավոր անասունի մորթի հնարավորություն ունի։ Սանիտարահիգիենիկ պայմաններով, ավտոմատացված սարքավորումներով ու դրանք գործարկող մասնագետներով ապահոված է։ Մնում է թույլ տան աշխատանքը սկսել։ Գյուղացին էլ պատրաստ լինի աշխատել իրենց հետ։ Մսագործին, որ ժամն է զանգես, մի ժամ հետո ստեղ են։ Կես ժամ հետո ստեղ են, իրանց անասունը բագումորտ են գտան։ Որ ստեղ միսը սառնարանում կախած եղնի, մսագործը կարող է սառնարանից իրա ուզած ճանդակ է, կես ճանդակ է վերցնել ու գնալ։ Մարզում եւս մեկ սպանդանոց մասնավորի ձեռներեցությամբ կառուցման փուլում է Շիրակ գյուղում։ Շենքի շինարարությունից ավելի ծախսատարը սարքավորումների ձեռքբերումն է, որի ուղղությամբ պետական աջակցությամբ մի քանի ծրագրեր կան։ Ագրոպարենային լիզինգի տարբերակն է գործում, որից օգտվելու հայտ մարզից 2 համայնք արդեն ներկայացրել է, բայց գործնականում ոչինչ չկա։ Խոսքը Աշոտսկում եւ Ախուրյանում մոդուլային սպանդանոցների կառուցման ծրագրերին է վերաբերում։ Պետությունը սուբսիդավորում է տնտեսվարողից պահանջվող կանխավճարը 80%-ի չափով։ Համայնքը վճարում է կանխավճարի 20% կանխավճարի 20%-ը, մնացած 80%-ը վճարվում է պետության կողմից, ինչպես նաև սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքները 10%-ային կետով, այսինքն շահառուն վարկը ստանում է 2-ից 3%-ի սահմաններում։ Բոլոր սպանդանոցային տնտեսությունները, որոնք մարզում կառուցվել են եւ կառուցում են, որոշակի առումով օգտվել են պետական օժանդակության ծրագրերից։ Սպանդանոցային ծառայություն մատուցողի հետագա գործունեությունը պետությունը երաշխավորում է նաև մեկ այլ բաղադրիչով։ Գյուղացիական տնտեսություններն են դիմում, թե մսակորձները կապ չունի։ Անասնակղխականակի մորթի հաշվարկով ծառայության դիմաց փոխհատուցում է ստանում սպանդանոցը։ Այն գյուղացիական տնտեսությունները, ովքեր ծառայություն կնեն համապատասխան սպանդանոցներից, սպանդանոցին կփոխհատուցվի նաև սպանդի համար նախատեսված գումարը, այն է առավելագույնը 10,000 դրամ, եթե սպանդանոցները իրենց ծառայության դիմաց սահմանել են ենթադրենք 15,000 դրամ ծառայության վճար, ապա այս պարագայում 10,000 դրամ սուբսիդավորում է պետության կողմից եւ գյուղացիական տնտեսությանը սպանդանոցային ծառայություն ձեռք բերողին մնում է վճարել մնացած 5,000 դրամը։ Մարզում փաստացի սպանդանոցներ կան, բայց գործող չեն, օրինակը Հայկաձորի եւ Ձորակապի սպանդանոցներն են կառուցված 4-5 տարի առաջ։ Երկուսի սեփականատերը չեն կարողանում գործարկել, շատ ծախսեր են կատարել, բայց չեն ապահովել բավարար եկամուտ։ Հիմա քննարկումներ եւ առաջարկներ են գնում երկու սպանդանոցներն էլ այլ տնտեսվարողների միջոցով վերագործարկելու ուղղությամբ։ Համայնքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերված է Ձորակապի սպանդանոցի հետ կապված, որ հնարավոր է մոտ
խորհրես նաև վերջնական հայտարարի կան այդ մասով, որպեսզի աշխատի։ Ըստ այդմ ամենաշուտը գործարկելու հավանականություն ունի Արեգնադեմի նորակառույց սպանդանոցը։ Մարզի անասնապահները, մսակորձներն ու վաճառողները շարունակում են օգտվել հարևան մարզերի սպանդանոցային ծառայություններից։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։